Ապահովագրական ընկերություններից ձեռք բերված փաթեթի պարագայում գիտենք, որ ընտանիքի անդամներին կարող է ուղղորդել։ Ինձ հետաքրքիր ատամնաբուժական ծառայությունների դեպքում քաղաքացին միայն իր համար կատարված ծախսերի դեպքում կարող է օգտվել այս հետվերադարձից, թե օրինակ ընտանիքի անդամի ծախսի դեպքում ևս կարող է ընտանիքի անդամի համար ծախսված գումարը ևս հետ ստանալ, եթե այդ ծախսը կատարվել է անկանխիկ ձևով եւ 50,000 դրամի շրջանակներում այո կարող է հետ ստանալ։ Ընտանիքի անդամներն են երեխաները, ծնողները, կինը, ամուսինը։ Եվ սա շատ կարևոր է ընդգծել, որ այո, եւ մենք խրախուսում ենք, որ ծնողները եւ կինը եւ ամուսինը երկուսն էլ ծախսերը իրականացնելիս ուշադիր լինեն, որպեսզի կարողանան երկուսն էլ, եթե աշխատում են, հետ վերադարձ ունենան։ Տեսեք, ստացվում է, եթե ընտանիքից 2 հոգին աշխատում են եւ վճարում են եկամտահարկ, ապա նրանք միայն առողջապահական ծախսերի համար կարող են ստանալ ընդհանուր առմամբ 100,000 դրամի վերադարձ։ Ընդհանուր առմամբ, տեսեք, առողջապահական ծախսերի համար 50,000 դրամ, կրթական ծախսերի համար 100,000 դրամ, բայց ընդհանուր ոչ ավել քան 100,000 դրամ։ Սա է մեխանիզմը։ Այսինքն, եթե ընտանիքը կամ քաղաքացին կրթական մասով արդեն 100,000 դրամից օգտվել է, նա ևս 50,000-ով չի կարող օգտվել առողջապահականից։ Չէ, շատ կարևոր է ընդգծել, որ ծախսերի համար ամեն բաղադրիչի համար կա առանձին շեմ, բայց գումարային այն պետք է չգերազանցի 100,000 դրամը։ Բայց նորից այստեղ ևս պետք է շեշտադրել, որ բոլոր ընտանիքի բոլոր աշխատող եւ եկամտահարկ վճարող քաղաքացիները այս սոցիալական կրեդիտներից կարող են օգտվել եւ ծախսերը ճիշտ բաշխելով ամբողջական բոլորի համար հասանելի գումարը հետ ստանալ։